Ընթացս գեներացվեց նաև խաղաղության պահանջը, խաղաղության օրակարգը եւ ըստ էության մենք ընտրությունների գնացինք խաղաղության օրակարգի հետևից եւ ինչպես հենց հարցազրույցի սկզբի հատվածում ասեցի, խաղաղության ընտրությունը առհասարակ մեր քաղաքացիների մոտ շատ վաղուց է տեղի ունեցել եւ ցավոք սրտի չի եղել մի առաջնորդ, ով միջևերջ կգնա այս օրակարգի հետևից, այսինքն կա առաջնորդի ժողովրդի ցանկությունը եւ մենք ստանձնեցինք այս դժվար պատասխանատու գործընթացը, ինչու եմ ասում դժվար, որովհետև հիմա է հեշտ այսպես նստել եւ խոսել խաղաղության մասին։ Խաղաղությունը դեմոնիզացված է եղել տարիներ շարունակ, եղել է որպես թույլի ընտրություն, այնպիսի միֆեր են եղել խաղաղության մասին եւ առհասարակ շատ քչերն են կարողացել խաղաղության մասին խոսել։ Հիմա այդ տենց տաղավարները, որ նկատում եմ, ասում են, այդ 19-ի առաջարկին համաձայնեին, այս սրան համաձայնեին, բայց եթե մենք վերադառնանք 19 թվական եւ այսպես փորձենք խոսել խաղաղության մասին, մենք առաջինը կթիրախավորվեինք եւ կլռեցվեինք։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ մենք ստանձնել ենք այդ դժվար օրերին առաջնորդություն խաղաղության մասին խոսելու, գնալու դրա հետևից եւ ես վստահ եմ, որ 26-ին ընտրությունը լինելու է մեր օգտին, որովհետեւ մենք խոստացել ենք, մենք ապահովել ենք խաղաղություն օգոստոսի 8-ին շատ կարեւոր ձեռքբերմամբ եւ մեր քաղաքացիները գիտեն ինչ է ասել ապրել խաղաղ հարևանության ներքո։